Այսօրվա թողարկման մեջ դուք կտեսնեք անցած շաբաթվա իրադարձությունները, որոնք առաջին հայացքից պատկանում են տարբեր կատեգորիաների՝ հզոր երկրաշարժ, հիդրոթերմալ արտանետում, հողի փլուզում, ինչպես նաև մոլորակի տարբեր հատվածներում արձանագրված անոմալ շոկ։ Սակայն եթե նայենք ոչ թե առանձին կադրերին, այլ ամբողջ պատկերին, առաջանում է գլխավոր հարցը. Ինչ կարող է կապել երկրի ընդերքում տեղի ունեցող գեոդինամիկական գործընթացները եւ մակերևույթի վրա գրանցվող ջերմաստիճանային անոմալիաները։ Պատասխանը թաքնված է մոլորակի այն հատվածում, որի մասին մենք ամենակիչը գիտենք։ Եվ հենց այնտեղից է սկսվում գործընթացների այն շղթան, որն ունակ է փոխել կլիմայական պատկերը ամբողջ աշխարհում։ Ռուսաստան։ Գործանարար փոթորիկների ալիքը տարածվել է Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում։ Անբարենպաստ եղանակը հատկապես ուժեղ հարվածել է երկրի հարավային հատվածին։ Կուբանում մայիսի 25-ին հորդառատ անձրևները արագորեն հեղեղել են փողոցներն ու բակերը։ Ստարոկոսունսկայա ստանիցայում եւ Յաբլոնովսկի ավանում տեղացել է խոշոր կարկուտ, լորի ձվի չափ։ Սառցե հատիկները հարվածել են կայանված ավտոմեքենաներին, թողնելով փոսիկներ եւ քերծվածքներ, ինչպես նաև վնասել են գյուղատնտեսական ցանքատարածքները։ Կրասնոդարում մի շարք փողոցներ անցել են ջրի տակ, իսկ ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են շարժվել հեղեղված հատվածներով։ Ստավրոպոլի երկրամասում տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Միներալնիե ոդի, Պյատիգորսկ, Եսենտուկի եւ հարակից բնակավայրերին։ Որոշ վայրերում կարտահատիկները հասել են հավի ձվի չափի, ինչը վնաս է հասցրել բերքին եւ ավտոմեքենաներին, իսկ մրրկային քամին տապալել է ծառեր եւ վնասել էլեկտրահաղորդման լարերը։ Մի շարք բնակավայրերում գրանցվել են էլեկտրամատակարարման վթարային անջատումներ։ Մայիսի 27-ին Ռոստով-Դոնի քաղաքում քամու պոռթկումները հասել են վայրկյանում 25 մետրի։ Քաղաքային վարչակազմի տվյալներով քաղաքում տապալվել է 65 ծառ եւ խոշոր ճյուղ։ Դրա հետևանքով տուժել են մարդիկ։ Մանկական խաղահրապարակներից մեկում չորացած ծառը ընկել է երեխայի վրա եւ տղան տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մրրկային քամուց պոկված խոշոր ճյուղը ընկել է ավտոմեքենայի վրա եւ սեղմել ներսում գտնվող տղամարդուն։ Տագանրոկ քաղաքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում 112 արտակարգ ծառայության համարին ստացվել է ավելի քան 3000 զանգ։ Բնակիչները հայտնում էին էլեկտրաէներգիայի անջատումների, կտրված լարերի եւ տապալված ծառերի մասին։ Աստրախանում փոթորիկն ավարտվել է ողբերգությամբ շինհրապարակում։ Ուժեղ քամու ժամանակ փլուզվել է աշտարակային կռունկը, իսկ դրա խցիկում գտնվող կռունկավարը զոհվել է։ Փոթորիկների ծանր հետևանքներն արձանագրվել են նաև Վոլգայի շրջանի մարզերում եւ Արևմտյան Սիբիրում։ Մայիսի 27-ին Ուդմուրտիայում ամպրոպը, հորդառատ անձրևով, կարկուտով եւ փոթորկային քամով Բալեզինսկի շրջանում դարձել է մի կնոջ մահվան պատճառ։ Բնակչուհին փորձել է վատ եղանակից պատսպարվել իր հողամասում գտնվող ջերմոցում, սակայն կառույցը չի դիմացել տարերքի ուժին։ Տարածաշրջանում վնասվել են 80 առանձնատների, 40 բազմաբնակարան շենքերի եւ 2 խանութների տանիքներ։ 3 դպրոցներում եւ 2 մանկապարտեզներում կոտրվել են պատուհանները եւ վնասվել ցանկապատերը։ Ավելի քան 60 ծառ եւ մի քանի սյուն ընկել են ճանապարհների վրա։ Պոմպակայանների հոսանքազրկման հետևանքով 4 բնակավայր ժամանակավորապես մնացել է առանց ջրամատակարարման։ Թաթարստանում մայիսի 29-ին Վոլգա գետի վրա դիտվել է տարածաշրջանի համար ոչ բնորոշ երևույթ։ Գետի տարբեր հատվածներում առաջացել են մի քանի խոշոր ջրային մրրիկներ։ Գյումեն քաղաքի բնակելի շենքերից մեկում մայիսի 28-ին մրրկային քամին պոկել է պատշգամբի շրջանակը, իսկ մեկ այլ շենքի ճակատային հատվածից դուրս է պոկել աղյուսներ։ Շինհրապարակում փլուզվել է աշտարակային կռունկը։ Չի դիմացել նույնիսկ քարե հուշարձանը։ Դրա սալերից մեկը ընկել եւ կոտրվել է։ Տարերքի հետևանքով 15 բնակավայր մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Մայիսի 26-ին Պերմի երկրամասում փոթորիկը խլել է մի դպրոցական աղջկա կյանք։ Նա համադասարանցիների հետ նշում էր վերջին զանգը, երբ սկսվել են ամպրոպն ու ուժեղ քամին։ Դեռահասները փորձել են պատսպարվել քաղաքային լողափում, սակայն աղջկա վրա ընկել է կեչու ծառը։ Ցավոք, նա զոհվել է ընկերների աչքի առաջ։ Մայիսի 27-ից հզոր փոթորիկը միաժամանակ ընդգրկել է Ուրալի մի քանի շրջաններ։ Շոկ օրվանից հետո եղանակը կտրուկ փոխվել է։ Բարձրացել է մրրկային քամի, որոշ վայրերում առաջացել են փոշու փոթորիկներ, տեղացել են հորդառատ անձրևներ, ամպրոպով եւ կարկուտով։ Չելյաբինսկում քամու պոռթկումները հասել են վայրկյանում 21 մետրի։ Քաղաքում տապալվել է մոտ 150 ծառ, որոնցից 31 դեպքում դրանք վնասել են էլեկտրահաղորդման լարերը։ Վնասվել են ավտոմեքենաներ, վարչական շենքի տանիքը, Սպիտակ Արագաստ լողափի ծածկերը, իսկ քաղաքի փողոցներից մեկում հսկայական ճյուղը կոտրել է ավտոմեքենայի դիմապակին։ Բարեբախտաբար, այդ պահին մեքենայի ներսում մարդիկ չեն եղել։ Տարերքը հատկապես վտանգավոր է եղել ջրի վրա։
Չելյաբինսկի մարզում փրկարարները ստիպված են եղել լճերից տարանել 10 մարդու, որոնք սապորտներով սահում էին ջրի վրա եւ ուշքնացած քամու պատճառով այլևս չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։ Սակայն առանց ողբերգության չի անցել։ Չելյաբինսկի Սմոլինո լճում վատ եղանակի ժամանակ մի կին զոհվել է։ Սվերդլովսկի մարզում փոթորկային քամին նույնպես տապալել է ծառեր, շրջել ցանկապատեր, պոկել ցուցանակներ ու լարեր, ինչպես նաև վնասել դպրոցի եւ տեխնիկումի տանիքները։ Եկատերինբուրգ քաղաքում ծառերը ընկել են կոնտակտային էլեկտրական ցանցի վրա, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է տրամվայների երթևեկությունը։ Մի անցորդի վրա ընկել է շինարարական ցանկապատ, որի հետևանքով տղամարդը վնասվածքներ է ստացել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց։ Կոստա Ռիկա Մայիսի 27-ի երեկոյան թիվ 27 ազգային մայրուղու վրա տեղի է ունեցել հողի խոշոր փլուզում։ Դրա պատճառը եղել են ուժեղ անձրևները, որոնք հանգեցրել են ճանապարհի տակ գտնվող ջրահեռացման խողովակի փլուզմանը։ Արդյունքում առաջացել է մոտ 6 մետր խորությամբ հսկայական փոս, որը փակել է երթևեկության երկու ուղիները։ Թիվ 27 մայրուղին երկրի կարևոր վճարովի ավտոմայրուղիներից է, որը մայրաքաղաք Սան Խոսեն կապում է Խաղաղ օվկիանոսի խոշոր Կալդերան նավահանգստի եւ Պունտարենաս նահանգի ծովափնյա հանգստավայրերի հետ։ Փլուզման հետևանքով երթևեկությունը մայրուղու վրա ամբողջությամբ դադարեցվել է, ինչը հանգեցրել է բազմակիլոմետրանոց խցանումների եւ բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների լուրջ ուշացումների։ Իշխանությունները արագորեն փակել են վթարային հատվածը, կազմակերպելով շրջանցիկ երթևեկություն հին եւ ավելի դանդաղ պանամերիկյան մայրուղով, Կամպրոներո լեռնանցքով։ Երթևեկությունը ժամանակավորապես վերականգնելու համար փլուզման վայրում տեղադրվել է հավաքովի բեյլի կամուրջ, որը թույլ է տալիս իրականացնել հակադարձ երթևեկություն միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Իշխանությունների հայտարարության համաձայն ճանապարհի ամբողջական վերականգնումը կպահանջի բարդ եւ երկարատև ինժեներական աշխատանքներ։ Agilización hacia esos vehículos que se dirigen al sector del Pacífico. Չիլի Մայիսի 25-ին Չիլի հյուսիսում տեղի ունեցավ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր Անտոֆագաստա շրջանի Կալամա քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ օջախի խորությունը կազմել է 114 կիլոմետր։ Մերկալի Սանդղակով մինչև 6 բալ ինտենսիվությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև երկրի ևս 3 շրջաններում՝ Արիկա եւ Պարինակոտա, Տարապակա եւ Ատակամա, ինչպես նաև Պերույի տարածքում։ Հիմնական սեյսմիկ իրադարձությունից հետո գրանցվել է ավտերշոկների շարք։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 45 երկրաշարժ, մինչև 4.3 մագնիտուդ ուժգնությամբ։ Բնակավայրերը միացնող ավտոճանապարհներին տեղի են ունեցել սողանքներ եւ քարաթափումներ։ Կալամա քաղաքում կոտրվել են տների պատուհանները, տապալվել են ցանկապատեր, վնասվել են հին շենքերի տանիքները, իսկ սուպերմարկետներում ապրանքներն ընկել են դարակներից։ Տների մոտ 70%-ը մնացել է առանց էլեկտրականության, ինչպես նաև ջրամատակարարման խափանումներ են գրանցվել, որոնք ազդել են մոտ 4000 մարդու վրա։ Շենքի կառուցվածքային վնասների պատճառով ՔՍՄ հոգեկան առողջության կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Անտոֆագաստա շրջանում ընդհանուր առմամբ տուժել է 7 դպրոց եւ Մարիա Էլենա քաղաքում գտնվող եկեղեցին։ Լեռնահանքային աշխատանքների շրջաններում գրանցվել են սողանքներ, որոնք վնասել են արտադրական տարածքները։ Որպես նախազգուշական միջոց տարանվել են Ատակամա անապատի կենտրոնում գտնվող Սալդիվար հանքի աշխատակիցները։ Հայտնի Չուկի Կամատա հանքարդյունաբերական շրջանում դիտվել են խիտ փոշ ու ամպեր։ Մեքսիկա Մայիսի 25-ի երեկոյան Մեքսիկայի Միչոական նահանգի Էլ Սալիտրե ավանում լսվել է ուժեղ պայթյունանման ձայն, որը վախեցրել է մոտակայքում գտնվող մարդկանց։ Հողի տակից հսկայական ուժով դուրս է ժայթքել 15 մետր բարձրությամբ տաք ցեխի, ջրի, քարերի եւ գոլորշություն։ Մի քանի րոպե անց օդը լցվել է ծծմբի սուր հոտով։ Արտանետումը տեղի է ունեցել ֆերմայի տարածքում, ինչի հետևանքով սատկել են մի քանի խոզեր։ Տարանվել է 13 մարդ եւ մնացած կենդանիները։ Սկզբում տեղի բնակիչները եւ որոշ լրատվամիջոցներ ենթադրել են, որ սա նոր գեյզերի առաջացում է կամ նույնիսկ հրաբխային ակտիվության նշան։ Սակայն արդեն մի քանի ժամ անց արտանետումները զգալիորեն թուլացել են, իսկ օջախի տեղում մնացել է եռացող ցեխային ջրափոս, ընդերքից գազերի մշտական արտահոսքով։
Դրա հիման վրա մասնագետները եկել են այն եզրակացության, որ սա ոչ հրաբուխ է եւ ոչ էլ դասական գեյզեր, այլ հիդրոթերմալ երևույթ, որը կապված է տաք ստորգետնյա ջրերի, գոլորշու եւ գազերի բարձրացման հետ X լան խզվածքի երկայնքով։ Իշխանությունները հիմնական օջախի շուրջ սահմանել են անվտանգության գոտի, մոտ 30 մետր շառավղով։ Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են նաև գազերի ինտենսիվ պղպջակումով եւ արտազատմամբ այլ գոտիներ։ Երեքը այն հատվածում, որտեղ տեղի էր ունեցել սկզբնական արտանետումը, եւ Եվս 8-ը հարակից տարածքներում։ Որոշ կետերում ջերմաստիճանը հասել է մոտ 86 ցելսիուսի, ինչպես նաև գրանցվել են ամոնիակի, ածխաթթու գազի եւ ծծմբաջրածնի ցածր խտություններ։ Տեխնիկական ծառայությունների տվյալներով ակտիվությունը դեռևս շարունակվում է զարգանալ, ուստի տվյալ տարածքի նկատմամբ շարունակում են իրականացնել կանխարգելիչ դիտարկումներ։ Անոմալ շոկ։ Ֆրանսիան ապրեց տարածաշրջանում դիտարկումների ողջ պատմության ընթացքում մայիսյան ամենաուժեղ շոկի դրվագներից մեկը։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում գրանցվել է մոտ 2000 ջերմաստիճանային ռեկորդ։ Շատ վայրերում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 10-ից 15 աստիճան ցելսիուսով։ Մայիսի 28-ին Բորթոյում գրանցվել է 36.4 աստիճան ցելսիուս ջերմաստիճան, ինչը դարձել է քաղաքի մայիսյան նոր ռեկորդը, գերազանցելով 1922 թվականին արձանագրված առավելագույն ցուցանիշը։ Երկրի որոշ հատվածներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը գերազանցել է 37 աստիճան ցելսիուսը, իսկ գիշերներն այնքան տաք են եղել, որ համապատասխանել են արևադարձային գիշերների չափանիշին։ Ջերմաչափի սնդիկիսյունը նույնիսկ քաղաքից դուրս, որտեղ սովորաբար ավելի զով է լինում, չի իջել 20 աստիճան ցելսիուսից ցածր։ Պիրենեյան թերակղզում 1500 մետր բարձրության վրա ջերմաստիճանը հասել է 22-ի, ըստ Ցելսիուսի, ինչը զգալիորեն գերազանցում է նորման։ Անոմալ շոկի եւ օդի աղտոտվածության պատճառով Փարիզում եւ նրա արվարձաններում բազմաթիվ ավտոմայրուղիներում առավելագույն թույլատրելի արագությունը նվազեցվել է մինչև ժամում 20 կիլոմետրի, իսկ բնակիչներին կոչ է արվել անցնել հեռավար աշխատանքի եւ կրճատել ուղևորությունները։ Փարիզ-Նիցցա հանրահայտ երթուղու ուղևորները մի քանի ժամ անցկացրել են շոկից տաքացած վագոններում, առանց օդորակիչների։ Երբ բարձր ջերմաստիճանի պատճառով որոշ ուղևորների մոտ շնչառական դժվարություններ են առաջացել, գնացքը ստիպված են եղել կանգնեցնել եւ դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Լրատվամիջոցների տվյալներով ուշացումը կազմել է գրեթե 4 ժամ։ Մայիսի 31-ին Փարիզի մերձակայքում գտնվող Մեզոն Ալֆոր քաղաքում 10 կիլոմետրանոց վազքի ընթացքում մահացել է 1 տղամարդ, իսկ ևս 10 մասնակից ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Շոկից փրկություն գտնելու նպատակով մարդիկ զանգվածաբար ուղևորվել են դեպի ջրային ավազաններ, այդ թվում լողալու համար չհարմարեցված վայրեր։ Ցավոք, 5 մարդ խեղդվել է։ Ընդհանուր առմամբ, երկրում անոմալ բարձր ջերմաստիճանների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Մեծ Բրիտանիան նույնպես բախվել է ծայրահեղ շոկի։ Գրանցվել են ինչպես առավելագույն, այնպես էլ նվազագույն ջերմաստիճանի ազգային ռեկորդներ։ Մայիսի 26-ին Լոնդոնի Q թագավորական բուսաբանական այգում ջերմաչափը բարձրացել է մինչև 35.1, ըստ Ցելսիուսի, գերազանցելով ամսվա ռեկորդը, որը պահպանվում էր ավելի քան 80 տարի։ Օդերևութաբանական ծառայության ներկայացուցչի խոսքով, նման ցուցանիշները բացառիկ են Մեծ Բրիտանիայի համար նույնիսկ ամռան կեսին, էլ չասած մայիս ամսվա մասին։ Շոկի գագաթնակետին երկրի ամբողջ տարածքում միջին առավելագույն ջերմաստիճանը կազմել է 26.5 աստիճան Ցելսիուս։ Միևնույն ժամանակ մայիսի վերջի համար սովորական ցուցանիշը մոտ 16 աստիճան է։ Ամբողջ երկրի մասշտաբով նորմայից ավելի քան 10 աստիճան շեղումը ցույց է տալիս, թե որքան ծայրահեղ է եղել այս երևույթը պատմական համատեքստում։ Երկաթուղային գծերի եւ սարքավորումների գերտաքացման պատճառով երկաթուղային որոշ հատվածներում սահմանափակվել կամ չեղարկվել են երթուղիները։ Ռեկորդային շոկի ընթացքում կտրուկ աճել է ջրի սպառումը։ Ջրամատակարարող ընկերության տվյալներով մայիսի 25-ին օգտագործվել է գրեթե 100 միլիոն լիտրով ավելի ջուր, քան սովորաբար օգտագործվում է տարվա այդ ժամանակահատվածում։ Արդյունքում տեղական ջրամբարներն ու խողովակաշարերը չեն հասցրել լցվել, ցանցում ճնշումը նվազել է, եւ որոշ տներ, հատկապես բարձրադիր տեղանքում կամ ջրատար գծերի վերջնամասերում, ժամանակավորապես մնացել են առանց բնականոն ջրամատակարարման։ I work in the Age UK building. I work for a local charity, Canterbury District. Մայիսի 25-ից ծայրահեղ շոկն ընդգրկել է Ցզյաննան պատմական շրջանի եւ Չինաստանի հարավային նահանգների ընդարձակ տարածքները։ Ֆուչժոու եւ Չանշա քաղաքներում ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 35 աստիճանը բազմամյա միջին ժամկետներից զգալիորեն ավելի վաղ։
Անոմալիան դրսևորվել է ոչ միայն ցերեկային ժամերին։ Մայիսի 26-ի գիշերը բազմաթիվ շրջաններում ջերմաչափի ցուցանիշը չի իջել Ցելսիուսի 25 աստիճանից ցածր։ Ցզյանսի նահանգի Ինտան քաղաքում տարածաշրջանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ մայիս ամսին գիշերային ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը։ Հունան նահանգի Չանին քաղաքում 2 օր անընդմեջ օրական նվազագույն ջերմաստիճանը պահպանվել է 30 Ցելսիուսից բարձր, ինչը նույնպես դարձել է աննախադեպ երևույթ դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։ Օդերևութաբանների խոսքով Ցելսիուսի 30 աստիճան եւ ավելի բարձր գիշերային ջերմաստիճանները սովորաբար բնորոշ են հուլիսին եւ օգոստոսին, որը տարվա ամենաշոգ ժամանակաշրջանն է։ Հետևաբար նման ցուցանիշների այսքան վաղ ի հայտ գալը համարվում է անոմալ երևույթ։ Մայիսի 26-ին միանգամից 297 ազգային օդերևութաբանական կայաններում գրանցվել է 35 Ցելսիուսից բարձր ջերմաստիճան։ 3 օդերևութաբանական կայաններում ցուցանիշները գերազանցել են 40 Ցելսիուսը։ 7 օդերևութաբանական կայաններում թարմացվել են մայիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդները։ Գուանսի նահանգի բնակիչները ներկայիս եղանակն անվանել են աննորմալ շոկ։ Նրանց խոսքով բավական էր ընդամենը 5 րոպե մնալ դրսում, որպեսզի հետո 2 ժամ շարունակ քրտինգ թափեին։ Վաղաժամ շոկը հանգեցրել է հարավային Չինաստանում էլեկտրաէներգիայի սպառման կտրուկ աճի։ Արդյունաբերական արտադրության եւ բնակչության սպառողական ակտիվության բարձր մակարդակի պայմաններում հիմնական գործոնը դարձել են զանգվածաբար միացված օդորակիչները։ Մայիսի 25-ին էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը հասել է նոր պատմական առավելագույնի՝ 259 միլիոն կիլովատի։ Հարկ է նշել, որ նախորդ տարիներին տարածաշրջանում էլեկտրաէներգիայի սպառման գագաթնակետը սովորաբար գրանցվում էր հունիսին կամ հուլիսին, սակայն այս անգամ նման մակարդակը արձանագրվել է սովորականից գրեթե 1 ամիս շուտ։ Երկրաշարժերը, հզոր փոթորիկները, ծայրահեղ շոկի ալիքները եւ հողի փլուզումները այլևս չեն կարող ընկալվել որպես մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած պատահական իրադարձությունների շարք։ Ավելի ու ավելի շատ նշաններ են վկայում այն մասին, որ մենք գործ ունենք միևնույն համակարգի տարբեր դրսևորումների հետ, որտեղ երկրի ընդերքը, օվկիանոսը եւ մթնոլորտը փոխկապակցված են շատ ավելի սերտ, քան ընդունված է համարել։ Միլիոնավոր տարիներ օվկիանոսը գործել է որպես մոլորակային ջերմակարգավորիչ։ Այն կլանել, վերաբաշխել եւ հեռացրել է ավելցուկային ջերմությունը, այդ թվում ընդերքից եկող ջերմությունը։ Սակայն այսօր այս նուրբ հավասարակշռված համակարգն ավելի ու ավելի հաճախ է խափանվում։ Տարբեր երկրների գիտնականների հետազոտությունները հիմք են տալիս ենթադրելու, որ օվկիանոսի լայնածավալ աղտոտումը միկրոպլաստիկով եւ նանոպլաստիկով ազդում է նրա ջերմությունը փոխանցելու ունակության վրա։ Այս մասնիկները գործում են յուրատեսակ ծածկոցի պես, խոչընդոտելով օվկիանոսի եւ մթնոլորտի միջև բնական ջերմափոխանակությանը։ Արդյունքում ավելցուկային էներգիայի մի մասը սկսում է կուտակվել համակարգի ներսում։ Սա հատկապես վտանգավոր է աճող գեոդինամիկական ակտիվության պայմաններում։ Եթե օվկիանոսն ավելի վատ է հեռացնում ջերմությունը, ապա ավելի վատ են սառչում նաև լիթոսֆերային սալերը, իսկ կուտակված էներգիան կարող է ուժեղացնել ընդերքի ակտիվության դրսևորումները մակերևույթի վրա, երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ, հողի փլուզումներ, ճեղքեր, հիդրոթերմալ արտանետումներ եւ այլ գործընթացներ։ Միևնույն ժամանակ միկրոպլաստիկը եւ նանոպլաստիկը ներգործում են նաեւ մթնոլորտային մեխանիզմների վրա, ջերմափոխանակության, գազափոխանակության, ամպերի ձևավորման եւ ջրային շրջապտույտի գործընթացներում։ Հետևաբար հետևանքները կարող են արտահայտվել ոչ միայն գեոդինամիկայի, այլև եղանակային անոմալիաների տեսքով, ծայրահեղ արտասեզոնային շոկի, կործանարար փոթորիկների եւ անոմալ տեղումների միջոցով։ Այսօր գլխավոր հարցն այլևս այն չէ, թե արդյոք տեղի են ունենում փոփոխություններ։ Դրանք տեղի են ունենում եւ հենց հիմա։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք պատրաստ ենք ընդունել նոր գործոնները եւ վերանայել հին մոդելները, եթե դրանք այլևս չեն հասցնում բացատրել դիտարկվող իրականությունը։